Ձեզ որ խնդրեք Մեծ Նախ արդին պատասխանեք Գյումրին ոնց է դիմավորել ձեզ եւ ընդունել։ Մենք գոհ ենք, բայց մեզ համար Տարը դրել են բան, արա։ Կրիմինալ բաները մի կողմ, մնացածը շատ լավ։ Հանուն փոփոխությունների, հանուն իշխանապողության Գյումրիի եւ հանուն երիտասարդության լավի նորության։ Պարոն Սիմոնյան, կոալիցիա հավանական այսքան համագործակցության ու կոալիցիայի հարաբերությունների մեջ, միջև եթե հարցը քննարկել եւ ձեր դիրքորոշումը ինչպիսին է, թե ձեր շատ լայն հավասարու պարագային Առաջի օրվանից եւ ամենաառաջինը մենք ենք եղել դիրքորոշում հայտնած, որ գնում են մինիմալ ծրագրով, որն է քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելը, որ խնդրենք դեպի մաքսիմալը պատասխանեք այն կողմը։ Բայց այդ զրուցեք, այս եւ մաքսիմալը դա ստանձնել քաղաքի կառավարումը եւ տալ փոփոխություն, որակ, նորություն եւ հացարձակապես կապ չունի մենք ենք դա մեր ձեռքերով իրագործելու թե ընդհանուր ընդդիմադիր դաշտը եւ կոչ ենք արել յուրաքանչյուր ընդդիմադիրի պատրաստ լինի առանց պաշտոնակրվի սատար կանգնել աջակցել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրի որովհետեւ չվիժեցնենք ընդհանուր ընդդիմության համախմբումը եւ նաեւ պատրաստակամություն ենք հայտնել որ որևիցե տարաձայնությունների դեպքում եթե չի ստացվելու ընդդիմադիր դաշտի համախմբումը մենք Մայր Հայաստան դաշինքով պատրաստ ենք դառնալ այդ լոկոմոտիվը եւ քաղաքացիական պայմանագրին իշխանազրկենք Գյումրի քաղաքը։ Այսինքն Վարդան Ղուկասյանի այն առաջարկությունը, որ եթե ինքը ավելի շատ ձայներ հավաքի մյուս ընդդիմադիրների իրեն միանալ, դուք պատրաստ եք միանալ։ Առաջինը մենք ենք հայտարարել եւ իմ շուրթերից է լսվել ամբողջ քարոզարշավի ընթացքում, որ չի կարելի ընդդիմադիր դաշտը պառակտել, հանուն աթոռակրվի, հանուն ինչ-որ ամբիցիաների եւ մենք դրան միջև դեր ենք անում։ Եվ Գյումրեցին չի զգալու մեր կողմից, որ իր քվեն անտեր մնա։ Դուք կարծում եք, որ սա Գյումրիում ներողություն եմ խնդրում։ Դուք կարծում եք, որ այս ընտրությունները եւ սովորաբար վերջին Դուք կարծում եք, որ վերջին շրջանում իմ ընտրությունները դրանք պարզապես համայնքային ընտրություններ են քաղաքական ուժերի միջև, թե սրանք իսկական քաղաքական ընտրություններ են ԿՊ-ին հեռացնելու կամ ԿՊ-ին զարգացնելու համար։ Վերջին շրջանը որ շրջանի է։ Ու վերջին 4 տարին են, համենայն դեպս պատերազմից հետո կարծես թե բոլոր ուժերը գնում են առաջինը կառուցողականության դաշտ կոնկրետ ընդդիմության հետ եւ շատ համառ կռվի մեջ է մտնում իշխանությունը ամեն գնով, ինչպես որ այսօր ձեզ մոտ են որոշ դրսևորումներ նկատել։ 21 թվականի թիմ ընտրությունները չունեն նման քաղաքականացված երանգ, բոլորս ենք դա տեսել, իսկ կոնկրետ այս ընտրությունների մեջ տեսնում ենք նաեւ մեծ քաղաքականություն, որ Գյումրեցու քվեից կախված շատ բան է փոփոխվելու։ Դրա համար չպետք է իշխող վարչախումբը ունենա սատարում, որպեսզի կարողանանք վերջնականապես ազատվել Չարիքի իշխանությունից։ Եթե Եթե քարոզարշավի ընթացքում օրերը երկար լինեն եւ մենք հասցնենք յուրաքանչյուր Գյումրեցու մեր ծրագրերի մասին բացադրել, շփվել իրենց հետ, իմ կարծիքով նման ընդրակարգով, ընդրահամակարգով շատ դժվար է 50+-ի հասնելը, բայց մենք անպայման կհասնենք, որովհետև Գյումրեցին հոգնել է այդ հին ու նոր խաղից, հոգնել է այդ սև ու սպիտակի բաժանումից եւ ովքեր որ հասցրել են ծանոթանալ մեր հետ, նրանք քիչ չեն, ֆիքսել են, որ հենց այդ նոր փոփոխությունը այդ նոր մոդելի կառավարումը եւ Գյումրուն արժանի միավորը հենց մենք։ Պարոն Սիմոնյան, իդեպ իշխանությունները հենց այդ ձեր ասած թեզն են անդադ առաջ տանում, ձեզ թիրախավորում են, որ այ դուք մի ուժի հետ կապ ունեք, ասենք Քոչարյանի, մյուսը Սերժ Սարգսյանի, մյուսը չգիտեմ ում, Վարդան Ղուկասյանին առանձին են թիրախավորում, որ եթե նրանց ձայն տակ Վարդան Ղուկասյանին է կելի ձայն տալու գալու են։ Այսինքն այսպիսի կոպիտ ասած բոքսի տանձիկներ է համարցան սարքել, որը այդ թեզերով նորից մարդկանց վանի ձեզանից եւ իրենց կարող են կերակրել այդ թեզերով այս։ Գյումրեցին
դուք շփվել եք դա աշխատող է, իրանք ինչ են մտածում։ Մեր մասով պատասխանեն, երբ որ վերջի 24 ժամը փորձեցին լկտի պահվածքով ինչ որ պաստառներ տվել անսահմանափակ եւ հրավիրել նաեւ ուրիշ մարզերի երեխաների, որովհետեւ Instagram-ներում կար ստորիներ, որտեղ իմ նկարն էր պատկերված եւ վարկաբեկող բաներ էր գրված։ Մեր երիտասարդները օրնի բուն աշխատելով հայտնաբերել են իրենց, երբ որ հարց են տվել, թե ինչի եք անում, իրանք են պատասխանել, թե 15,000 դրամ փող են տվել, ճանապարհածախսն են տվել, որովհետեւ գան կանենք, մենք Գյումրեցի չենք։ Գյումրեցիներ չեն ցանկացել, այ։ Ըստ այդքան ռեսուրս ծախսել են ձեզ սևացնելու համար։ Չի անում։ Փորձեցին, տեսնելով բնական վարկանիշի աճը, տեսնելով որ թաղերում երթերի ժամանակ մարդիկ ինքնաբուխ էին դուրս գալիս եւ միանում մեր շարժին, իրենք հասկացան, որ այդտեղից վախենալու բան ունեն։ Եվ ես հենց հիմա կոչ եմ անում բոլոր գյումրեցիներին, այն մարդկանց, ովքեր որ հենց ինքնուրույն տեսել են այդ պաստառները, պոգել են, նկարել են եւ ուղարկել են ինձ իմ անձնական Facebook-յան էջին, որ տեսեք, մենք ենք դա անում, առանց ճանաչելով ցեզ, ուրեմն ես հասկանում եմ իրենց վախերը, իրենց այդ վերջին 2 օրվա բռնաճնշումները, որ նույնիսկ շտաբի վրա հարձակում եղավ եւ շտաբի պետի հեռախոսը, բոլորս գիտենք, չէ՞, 21-րդ տարում հեռախոսն չի ամբողջ ինֆորմացիոն դաշտը այնտեղ է եւ պարտականություն այդ օրվա հավաքը կազմակերպելու գերազանց անցկացվեց եւ հիմա էլ շարունակում է մեր թիմը բոլոր ոլորտներում առաջատար եւ կոչ եմ անում գյումրեցիներին ընտրատեղամաս հաջախելուց լավ հասկանան, իրենց պետք է քաղաքապետարան, որտեղ մուտք գործելուց կհասկանան, որ նաեւ իրենցն է եւ հենց իրենցն է, ոչ թե ինչ որ մեկը մայլի տղեկով հավաքված նստած փորձում է խելքների փչածը անել, այլ ստեղծելու է նաեւ քաղաքապետարանին կից կառույց, ովքեր բանիմաց մարդկանցով են համալրված եւ կարողանա ճիշտ լավ մեթոդներով, նոր մոդելներով քաղաքի կառավարման որակը փոխել, նաեւ վերջ տալով, այո, նաեւ վերջ տալով այն քայֆաբազությանը եւ կերտելու նորը։ Եվ գյումրեցիները պետք է այս պահին հասկանան ողջ լրջությունը, իրենց քվեի ողջ լրջությունը հասկանալով պետք է ազատվեն այդ իրենց համար չսիրված, այսպես նույն ասել, նախքին փառք ու վարկերը։ Հաղթումների մասին հազանգեր կա, մասնավորապես գծի հետևից, ինչ որ Ես գալիս եմ այնտեղից, ես կարող եմ թույլ տուր ես պատմեմ, հա, ներողություն պատասխանում ու դառնամ ցեզ։ Երեք երեկոյան մեր համակիրներից նորից նկարահանել էին ավտոբուս վրացական համարներով, որը Բերլին հոթելի դիմաց է կանգնել եւ այնտեղից բազմաթիվ մարդիկ են իջել այնտեղ։ Խորհուրդ կտամ նաեւ գնաք Բերլին հասկանաք։ Ես ասում եմ վրացական համարներով, ես չգիտեմ մեջից Ջավախ հայերն են իջել, թե հնդիկներն ու պարսիկները, թե ովքեր։ Գնացեք նաեւ այնտեղ լուսաբանեք, հասկացեք ովքեր են այնտեղ, բայց այս վերջում մի բան էլ ականատես եղա, մի Ջավախահայ կնոջ, երբ որ հարցրեցին, ասում են, որ Ջավախահայությունը գալու է քվեարկի, պատասխանեց ասել ինչի հոմենք անթասիբ չենք, որ Ջավախահայ են ուրեմն։ Այսինքն նրանց վերել են այստեղ, որ իրենց քվեարկությունը իրականացնեն, ինչ որ մեկի համար, համենայն դեպս այդ ռեսուրսը կարող է մեր իշխանությունը ունենալ։ Կարծիքով դա է, իմ կարծիքով։ Մենք նաև լսել ենք թոշակներով են սպառնացել, թե իբր կկտրենք, եթե դուք չգաք այստեղ։ Չգիտեմ, մենք դեռ կհասցնենք ստուգել, բայց ես ձեզ ասեմ, որ մենք Սարիկ Մինասյանը, այսինքն իշխանական տեխնացուի թաղամասից են գալիս, որտեղ երկու ընտրատեղամասեր իրար մոտ են եւ նրանց հենց արանքում եւ 50 մետրը չգերազանցող տարածքում, այսինքն արդեն օրենքի խախտումով գտնվող տարածքում նրա շտաբն էր, որը արտաքին պատերից չուներ որևէ նշան, որ ինքը շտաբ է, բայց ներսում, ինչպես մեզ ահազանգողներ ասել, ԿՊ-ի որջ են ստեղծել եւ այդ տեղով են մտնում դուրս գալիս կամ այդ տեղով են անցնում ընտրողները դեպի տեղամասեր։ Մենք իհարկե տեսանյութերը ունենք, մենք նաեւ ստիպել ենք, հարկադրել ենք ոստիկանությունը, որ արձանագրություն կազմի, այդ թվում հայաքվեին։ Ձեզ ասեմ, որ դիտորդական
կուսակցական առաքելություն իրականացնող դերևս միայն հայաքվեներ, որ փորձեց արձագանքել, մյուսները առանձնապես վրթոված չէին ու չէին էլ փորձում ստուգել։ Եվ ասեմ, որ մեքենաները կանգնած էին իրենց մեջ մարդիկ հսկում էին ամբողջ շարժը։ Դուք կարող եք ասել այսպիսի դեպքերը կազդեն ընտրական արդյունքների վրա, թե ոչ։ Շնորհակալություն ձեզ, որ հենց հիմա ամբողջ Գյումրիին եւ գյումրեցիներին բացատրեցիք ինչ է տեղի ունենում։ Գյումրեցիներ ձեզ տեսնեմ, արժանի պատասխանը տվեք, արժանին ստացեք, ես ձեզ վստահում եմ։ Իսկ Մինասյանը վստահ է, որ ինքը բացարձակ առաջատարն է։ Եթե Նիկոլ Փաշինյանը կամ նրա թիմը կամ Գյումրի դուք որպես քաղաքապետ կգնաք Լսեք, եթե Նիկոլ Փաշինյանը մեր յուրաքանչյուր Գյումրու զարգացման ծրագրերին կողմ լինի եւ ցույց տա, որ առավոտից իրիկուն իր համար տեսլական է դարձրել Գյումրի զարգացումը, որին ես չեմ հավատում։ Սիմոնյան, իսկ ինչ մտավախություններն եք ընտրությունների հետ կապված։ Մտավախություն ունեմ, որ կեղծիքներով փորձելու են շրջիկ խնդրերով ուրախության արդյունքները տեղատուրել։ Համոզված ասում եմ, եթե չլինեն դա կեղծիքներ, այսօր 22:00-ին արդեն բոլորս ծափ ենք տալու, շամպանսկին բացելու ենք եւ շնորհավորել։ Եթե Սարիկ Մինասյանը հաղթի կշնորհավորեք իրեն։ Ես չեմ հավատում, որ Սարիկ Մինասյանը Բացարձակ Ես չեմ հավատում, որ Սարիկ Մինասյանը ունի 10%-ից ավել քվե, այդ 10%-ից 9.7%-ն էլ վարչական ռեսուրսի չարաշահումն է, հետևաբար ինչի մասին։ Շնորհակալություն ձեզ։ Եթե կապված ինչ կասեք, որովհետև Ինչի հետ կապված։ խոզարկությունների Ոչ մի բան չհայտնաբերեցին, հացարձակ ոչ մի բան է։ Հայտը մեր իրավաբանի մեկնաբանելով տեղեկություն է եղել, որ հայտը վերցնել են Սարիկ Մինասյան կամ ինչ-որ ինքն է տվել, այսինքն փայտը ինքն է տվել։ Այդ աղջիկը դիմում է, որ հայտը Հիմա ինչ որ գրական վարույթ կա։ իրենք փորձեցին այդ վերջի օրը Մարդը մեր աջող վարկանիշի վրա ցեղ շպրդելով ինչ որ դիվիդենդ են շահել, բայց գյումրեցին չի հավատաց, որովհետև հաթա տեսել է ես, բանվոր ժամանակից ոնց եմ կառուցել, ավելացրել եւ նպաստել նաեւ մեր Գյումրու հասարակության որակի փոփոխության։ Ինչով եք դրսևորել եք, կներեք, դուք նախկինում եք քաղաքական ակտիվություն դրսևորել եք, օրինակ վերջին 4 տարում։ Չէ, ես Որտեղ ձեզ հիմնականում ճանաչեցին մարդիկ հենց այս առաջադրման պատճառով եւ ձեզ Coca-Cola-ի կարեն էին ասում։ Պետք է մրցակցայի բան ասացել, հեսա Ամեն դեպքում դուք քաղաքական ակտիվություն դրսևորել եք եւ Արցախի կորստից հետո ինչ որ քայլեր արել եք, թե ոչ, որոնք ձեզ Արցախի կորստից հետո միակ բանը, որ հիշում եմ, որ եղբայրս Մոսկվայից զանգահարեց եւ երկուսով մոտ 20 րոպե չենք կարողացել հեռախոսով խոսալ, լռել ենք Ամեն դեպքում այն հնարավոր մեթոդները, ինչը որ փորձելու է կանգնեցնել իրենց ընտրակի երդիկները եւ իրենց վերարտադրությունը, փորձելու են կանգնել։ Իդե բանավեճը ռեյտինգի վրա ազդեց, թե ինչա, պարոն Սիմոնյան, այն որ ձեր գլուխը մի պասես բռնել եք եւ որ վայ մամա ջան, այսօր եմ ընկել, տես մի բան է։ Գնահատականը տալիս եք դուք, նաեւ ինչքան հիշում եմ դուք եք հրառում արել բանավեճից հետո եւ ձեր նման մարդիկ, ովքեր ռեալ կարող են փաստել եւ իրերը կոչել իրենց անունները։ Ֆոլովերները չեք օգնել, գյումրեցիներին ինչով եք օգնել այս օրերին, Քարոզարշավի փուլընտրություններից առաջ։ Ինչ օգնություն եք ցույց տվել, օրինակ ինչ եք արել։ Ժպտացել եմ, այն լավ բարի էմոցիաներն եմ տվել դրական եւ նույնը ստացել եմ։ Ընդամենը։ Ձեր բնակավայրում է Դա ամենամեծն է, ոչ թե ընդամենը։ Դրանից վեր բան էլ գոյություն չունի։ Չէ, նկատի ունեմ ինչ-որ շահագրգռող բան, որ կարող են ձեզ քվեարկել։ Պարոն Սիմոնյան, ամեն դեպքում պատրաստ եք ձեր ստացած Ձեր ժպիտը կստիպի, որ ձեր ստացած Ոչ, մանդատներից մեր ժպիտը կստիպի, որ բոլորը հասկանան, որ մենք բացել ենք։ Մենք գալիս ենք դրական փոփոխություններ բերելու։ Պարոն Սիմոնյան, ամեն դեպքում պատրաստ եք, ասենք ստացել եք 5 կամ 10 մանդատ, եթե չեք ընտրվում քաղաքապետ։ Ամեն դեպքում պատրաստ եք որպես բոյկոտ հրաժարվել այդ մանդատներից, որովհետև եթե բոլորը հրաժարվեն, բնականաբար ավականին չի։ Եթե մեթոդներից մեկը հենց դա է,
որի արդյունքում է լինելու քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելը, ուրեմն պատրաստ ենք։ Պարոն Սիմոնյան, ասում եք կարճ ժամանակ է Կարոզարշավի համար, թե արդեն Իմ կարծիքով դա վստահություն չի, դա մանիպուլյացիա է, որ հող նախապատրաստեն իրենց կեղծիքների, որ տեսակ մենք գիտենք, որ մենք այդքան ձայն ունենք եւ մենք ունեցանք։ Հող է նախապատրաստվում նրա կեղծիքները լեգիտիմացնելու։ Ձեր թաղամասում են ձեր ընկերները, ձեր բարեկամները այդպես մեքենաներով հատուկ դիրքավորված վերահսկում են ձեր բնակիչներին, որպեսզի անպայման գան եւ քվեարկեն։ Այսպիսի կասկածելի դրվագներ տեսնում եք։ Պարոն Սիմոնյան, ձեր հավաքած ձայների մասը դուք ինչ պատկեր կանխատեսում ունեք, ինչքան քանի տոկոս հավաքեք, 50% կանխատեսեք, թե ոչ, թե առհասարակ կկարողանաք հաղթահարել անցողիկ շեմը։ Դեռ չունեմ ուշադրության այդ մագարտակը, որովհետեւ Ну որոշակի վերլուծություն կարծում կլինի, չէ՞։ Օրինակ արդեն ինչ-որ կազմակերպություններ արել են այդ տոկոսները բաշխել։ կարող եմ իմ անձնական կարծիքը չկիսվել օդարների հետ։ Դուք քաղաքական լուրջ հայտ եք ներկայացնում։ Չէ, ընդհանուր։ Ես պայն ամբողջ աշխարհը Պարապետ ես գուշ։ Օրինակ Արևինեսն ասում ես կհաղթեմ բացարձակ բան եմ, առաջատար եմ։ Վարդան Ղուկասյանն էլ ասում է բացարձակ առաջատար։ Կներեք մի հարց է, դուք քաղաքական լուրջ հայտ եք ներկայացել, բիզնեսմեն եք, կվերադառնաք ի վերջո բիզնես թե քաղաքականության մեջ կամրացնեք ձեր դիրքերը ամեն դեպքում։ Անկախ Եթե ես արդյունքներից։ փորձել եմ հասարակական կյանք մուտք գործել եւ զգացել եմ, որ կարող եմ այդ իմ ներուժը դնել Գյումրիի զարգացման մեջ, ուրեմն ընթացքը ցույց է տալիս։ Իսկ ավելի մասշտաբային գործընթաց քաղաքական, Եթե կարողանալու եթե եմ հնարավոր օգնել, պրոցեսներ եթե վերսկսի կարողանալու ընդդիմությունը, դուք ակտիվություն կդրսևորեք այս Եթե օգուտ է տալու մեր երկրին, մեր քաղաքին, ուրեմն նամպա։ Պարոն Սիմոնյանի վերջում է երևում, պարոն Սիմոնյան, մենք բոլորս այդ ներկերի հաստատությունների մասնակիցների Չեք թվով թողում ինչ գնալ, կասեք։ ես էլ կուլտուրային զոհ եմ գնում, զգում եք, չեմ Բայց ուզում ձեր դառնալ շահն է գնալ։ մեծանում, դուք ընթացից նաև ներկայանում եք ձեր ընտրողներին։ Իսկ ընտրությունների մասնակիցների թվով ինչ կասեք, ավելի շատ է, քան նախորդ ավարտանով։ Այս պահին ունեմ տվյալներ, որ ավելի ակտիվ են, քան նախորդ ընտրությունների այս ժամանակահատվածը։ Իսկ ինչով պայմանավորված։ Իմ կարծիքով բնակիչները գինեցները հասկանում են, որ նաև ճակատագրականը իրենց քրել։ Իդեպ մոտ 2000 մարդ ավելացել է այս տարվա շրջացուցակներում։ Դուք այդ ինչ-որ խնդիր տեսնում եք, դեռ չեմ մեկնաբանել վերջերս։ Արդյունքներից պարզ կդառնա։ Ես ոչ մի դեպքում չեմ խռովի։ Ոչ մի դեպքում չեմ խռովի, որովհետև Սարիկ Մինասյանը չի կարող գյումրեցի քվեով հաղթել։ Սարիկ Մինասյանը կարող է միայն հաղթել ընտրակերտիկներով։ Դուք զրահապատ մեքենայով շրջելու խնդիր ունեք Գյումրի, Վարդան Ղուկասյանն ինչ հետը գնաց։ Իրա վրա հարցակում է, ինքը դրա իրավունք ունի։ Դուք ստեղ Գյումրեցի հետ կապված վտանգ չեք։ Իմ վրա հարցակում չեմ տեսել։ Չեմ տեսել։ Շնորհակալություն բոլորին, լավ եղեք։ երեխայի դերերը հավաք։